Հայդուկային շարժումն Արևմտյան Հայաստանում սկսվեց 19-րդ դարի 80-ական թվականների կեսերից։ Այն ուղղված էր բոլոր տեսակի ճնշողների և բռնակալների դեմ։ Արևմտահայ ազգային ազատագրական պայքարի բովում աստիճանաբար մեծ տարածում գտավ հայդուկային կամ ֆիդայական շարժումը։ Հայդուկը հունգարերեն բառ է, նշանակում է պարտիզան, իսկ ֆիդային արաբերեն բառ է, նշանակում է անձնազոհ։ Վրիժառու հայդուկի զենքն անհրաժեշտության դեպքում ուղղվում էր նաև հայ մատնիչների դեմ։ Չհանդուրժելով լլկանքները, հայ գյուղացին որևէ քուրդ աղա կամ թուրք ոստիկան սպանելուց հետո թողնում էր տուն, տեղ, ընտանիք, ապա բարձրանում լեռները, երբեմն մենակ, երբեմն խմբով, կապ պահպանելով շրջակա հայկական գյուղերի հետ։ Հայդուկներն ապաստանում էին լեռներում, նրանք անսպասելի հարձակվում էին կառավարական զորքերի, քուրդ հրոսակախմբերի կամ հարկահանների վրա։ Հայդուկային խմբերն առաջնորդվում էին չգրված օրենքներով, այնտեղ տիրում էր երկաթյա կարգապահություն։ Առաջին հայդուկներից էր 1869 թվականին ծնված Արաբոն Առաքել Մխիթարյանը։ Նա, չհանդուրժելով քուրդ ցեղապետերի վայրագությունները, որոշեց նրանց պատասխանել ակննդական։ Նա հանդուգն էր, արի, վեհանձն, պաշտպանում էր հասարակ գյուղացիներին, անկախ ազգությունից, կողոպտում էր հարուստների ունեցվածքը և բաժանում անխտիր բոլոր գյուղացիներին։ Կովկասից զենք տեղափոխելու ժամանակ Արաբոյի 16 հոգանոց խումբը շրջապատվեց թշնամու կողմից, և ցավոք բոլորն էլ զոհվեցին։ Ֆիդայական շարժումները վերելք ապրեցին, երբ նրանց գործունեությունն սկսեցին ղեկավարել ազգային կուսակցությունները։ Հայդուկային շարժման ականավոր դեմքերից էր նաև Արմենակ Ղազարյանը, հայտնի Հրայր Դժոխքը։ Նա ծնվել է 1864 թվականին Սասունի Ահրոնք գյուղում։ Իբրև ֆիդայի, նա հայտնի դարձավ Հրայր Դժոխք ուրվական մականուններով։ Նրա նպատակն էր ոչ թե ստեղծել ֆիդայական խմբեր, այլ առաջացնել համաժողովրդական շարժում։ Լեռ բարձրանալու փոխարեն Հրայր Դժոխքը շրջում էր գյուղից գյուղ՝ ըմբոստության ոգին ժողովրդի մեջ տարածելու համար։ Նա թղթակցում էր և հնչակին, և դրոշակին և պախարակում նրանց միջկուսակցական տարաձայնությունները։ Հրայր Դժոխքը իրատես գործիչ էր։ Նա չէր հավատում Եվրոպայի խաբուսիկ հույսերին և ոչ էլ թուրքերի խոստումներին։ Նա գործուն մասնակցություն ունեցավ Սասունի 1894 թվականի ինքնապաշտպանական մարտերին և զոհվեց 1904 թվականի Սասունի ապստամբության վճռական կռվում։ Ֆիդայական շարժման անվանի հայդուկապետերից էր Սերոբ Վարդանյանը, Ախլաթի շրջանի Սախորդ գյուղի գյուղապետի կրտսեր եղբայրը։ Սերոբ Վարդանյանը, որ հետո պիտի հայտնի դառնար որպես Աղբյուր Սերոբ, իր վրա հարձակված քրդերից մեկին սպանեց։ Դրանից հետո նրան տեղափոխեցին սկզբում Պոլիս, ապա Ռումինիա։ Սերոբն այնտեղ հայդուկային խումբ է ձևավորում և 1895 թվականին վերադառնում Ախլաթ։ 1896-97 թվականների ընթացքում ողջ Գավառում նա կազմակերպում է ժողովրդի ինքնապաշտպանությունը։ Այդ պատճառով ժողովուրդը նրան սկսեց կոչել Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող, կյանքի աղբյուր։ 1897-99 թվականներին ֆիդայական շարժումը կոչվեց Սերոբյան շրջան։ Թեղուտ գյուղի վճռական ճակատամարտից հետո մի ողջ շաբաթ նա թաքնվում էր ձյունապատ Նեմրութ լեռան կատարին։ Այդ ժամանակից նրան կոչում էին նաև Նեմրութի Ասլան։ Կառավարությունը մեծ գին հայտարարեց Սերոբի գլխի համար։ Ցավոք, այդ ժամանակաշրջանում հայտնվեց դավաճան։ Գետաշենի ռես Ավոն թունավորեց Աղբյուր Սերոբին և ապա այդ մասին հայտնեց Բշարե Խալիլին։ Գելիգուզան գյուղում թունավորված Սերոբը իր ընտանիքի և ընկերների հետ դիմադրում է Բշարե Խալիլի զորքերին,
Բայց ցավոք արդեն իսկ թունավորված սերոփը զոհվում է, այն սերոփը, որը թշնամու սարսափն էր և ժողովրդի սիրելին։ Հետագայում ժողովուրդը բազմաթիվ ասքեր ու երգեր հյուսեց ի պատիվ սերոփի։ Մեր փառահեղ մարտեր մղած հայդուկների շարքում իր պատվավոր տեղն ունի Գևորգ Չաուշը։ Նա հին հայդուկներից էր, մարտնչել էր բազմաթիվ խմբերում։ Իր անձնազոհությամբ ու սխրանքներով չէր զիջում սերոփին, սակայն անմռունչ կատարում էր նրա հրամանները։ Գևորգը մղեց բազմաթիվ կռիվներ՝ Մազրայի, Շենիկի, Բերդակի, Պնավի մարտերը, որոնք բոլորն էլ ավարտվում էին հաղթանակներով։ Դրանցով նա սիրտ էր տալիս հայությանը, հավատն էր շնչում ֆիդայիների նկատմամբ, իսկ քուրդ ու թուրք շահագործողները վախենում էին անգամ Գևորգի անունից, Գևորգի պատժից։ Նա դարձել էր անորսալի վրիժառու։ Եվ ի վերջո թշնամին ուժեղացրեց նրան հետապնդելու գործունեությունը, և 1907 թվականին Գևորգ Չաուշը, հայտնի Գևորգ Ադամյանը, Սուլուխի կռվում զոհվեց, բայց նրա անունը մնաց ժողովրդի սրտում իբրև անձնազոհության և նվիրումի վսեմ օրինակ։ Աղբյուր Սերոփի խմբի հայդուկներից էր Անդրանիկ Օզանյանը, որը ծնվել է 1865 թվականին Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսար քաղաքում։ Սպանելով իր անմեղ հորը ծեծող թուրք պաշտոնյային, Անդրանիկը բանտարկվում է, ապա փախչում Պոլիս, հետո Ռումինիա։ Որոշ ժամանակ անց նա վերադառնում է Արևմտյան Հայաստան, հետո իր տեղն է զբաղեցնում Աղբյուր Սերոփի հայդուկային խմբում, որտեղ աստիճանաբար մեծ հեղինակություն է ձեռք բերում։ Անդրանիկը սպանում է Աղբյուր Սերոփին դավադրաբար սպանած Բշարե Խալիլին, և դրանից հետո Անդրանիկը դառնում է հայդուկապետ։ Նրա հռչակն ավելի է տարածվում Առաքելոց վանքի ինքնապաշտպանության ժամանակ։ Նահանգական իշխանությունները փորձեցին խաբեությամբ ծուղակը գցել Անդրանիկին և նրա խմբին, բայց չհաջողվեց։ Ժողովրդական հերոս Անդրանիկը բազմաթիվ հաղթական կռիվներ մղեց Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում։ Ռուսական բանակի հրամանատարության կողմից արժանացավ գեներալի բարձր աստիճանի, բայց հոգով միշտ մնաց հայդուկ, պատրաստ զոհվելու իր ժողովրդի և հայրենիքի համար։ Հայդուկային շարժումը հայ ազգային ազատագրական շարժման փառավոր էջերից է։ Այն նպաստեց հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը և ինքնապաշտպանական ոգու ուժեղացմանը։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի ավելին իմանաք մեր պատմության փառավոր դրվագների մասին։